մտահոգված ենք արդյոք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։ Աղոթում և այցելում ենք արդյոք մեր սիրո կարիքը ունեցող բանտարկյալների։ Եթե մենք այսօր չենք հետևում Քրիստոսի պատգամին ու չենք միանում մեր եղբայրների համար արդարության հասնելու պայքարի, ապա նախ և առաջ անտեսում ենք ազգության և հավատի համար տառապյալի ու հավատյալի իրավունք։ Եվ եթե մենք իսկ չենք բարձրաձայնում մեր իրավունքը, ապա ինչ կարող ենք պահանջել օտարներից և օտարպետություններից։ Սրանք հարցեր են, որ միշտ պիտի լինեն մեր գործնական ուշադրության կենտրոնում։ Այլապես մի օր ստիպված ենք լինելու լսելու Տիրոջ դառը խոսքերը։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Ուստի սիրելիներ, աղոթքով զորակից լինենք արդարության համար մղվող պայքարի, որովհետև Տերը լսեց տանանքներին և իր գերիալների չարհամարեց։ Բարոյապես և հոգեպես աջակից լինենք բոլոր գերիալների ընտանիքներին ու հարազատներին։ Մի կողմ դնենք մեր ներքին տարաձայնությունները, հետապնդելով մեր ազգի հավաքական։ Պարտադիր ամեն կիրակի միակ տեղը, որ միշտ շտապել եմ, դա պատարագն է։ Այսօր Վրդանե Սրբազանն է պատարագ մատուցում, որի անպայման պետք է մասնակցենք։ Անպայման։ Պես ուխտավոր եկել եմ աղոթելու մեր հայրենիքի անսասանության համար և ինձ համար իսկապես շատ կարևոր, որ մենք ցանկացած իրավիճակում միասնական լինենք։ Երբ որ իմանում եմ պատարագ կա, անպայման մասնակցություն է, հնարավորություններ ունեմ, ես գտնում եմ, որ դա մի քրիստոնյայի ոնց որ ասած սրտի իրան հոգու պահանջն է։ Ես ծնվել, մեծացել եմ Էջմիածնում, որ մենք ես դպրոցական էի, այդ փողկապը պիոներական մենք գրպանում թաքցնում էինք, գալիս էինք մայր տաճար, ես այս սուրբ կառույցի ամենախոնար ծառաներից մեկն եմ ու չեմ պատկերացնում, որ հնարավոր է ապրել ու չգալ ստեղ։ Այս եկեղեցին քանի տարի պետականություն չունենալու դարերով պահել է իրան պետականությունը, հայ ազգի պետականությունը եկեղեցին է։ Որտեղ մայրաթոռը մեր ինքնությունն է։ Եթե ասում ես հայ, առանց մայրաթոռը որևիցե հայ իրան չի պատկերացնում։ Գիտեք, ամեն ինչ կսպասեի, բայց նման հրեշավոր, նման ստորպիղծ քայլի չէի պատկերացնի, որպես ականատես անմիջապես ներսում եմ եղել, որը տենց տեղի ունեցավ, էդի մի հատ մեծ բան էր իմ համար, հələ ստրեսի մեջ եմ, դուրս չեմ գալիս, բայց չէր կարելի այդ ձևով վերաբերվել։ Ոչ մեկը չհամարձակվի պղծել մայր տաճարի սրբությունը։ Դառը ցավով եմ նայում, որ հիշում եմ, թե ինչքան հայ երիտասարդ համազգեստով դեմքը փակած մեր սրբավայրում փորձում էր բռնի ուժ կիրառել։ Անգամ Պարսից շահը երևի չէր գա մտնել զորքով այս սրբության տեղը։